2004-ի փետրվարի 19-ի գիշերը Ռամիլ Սաֆարովը կացնահարեց քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին, որի հետ մասնակցում էր ՆԱՏՕ-ի գործընկերություն հանուն խաղաղության ուսումնական ծրագրին։ Դատապարտվեց ՑՄԱ, բայց 2012-ին արտահանձնվեց Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևը նրան անմիջապես ներում շնորհեց, հերոսացրեց ու պարգևատրեց քնած մարդուն սպանելու համար։ Հայերի գլուխները կտրելու եւ դրա միջոցով մարտիրոսվելու եւ սուրբ նահատակ դառնալու գաղափարը սարսռազդու գաղափարը, որը առհասարակ անընկալելի է թե 21-րդ դարում ինչպես կարելի է ուսուցանել, ցավալիորեն մաս է կազմում այն, եթե կարելի է այդպես կոչել, իհարկե ուսումնական process-ների, որոնք իրականացվում են թե հանրակրթական դպրոցներում, թե ռազմական ոլորտում։ Այս դեպքից անցել է ավելի քան 20 տարի եւ Ադրբեջանում ոչինչ չի փոխվել։ Հակառակը, ավելի է սրվել ատելության քարոզը, որն ունի ամուր դրված հիմքեր։ Մի պատմություն է պատմում կովկասագետ Հովիկ Ավանեսովը, որն իրեն է փոխանցել մեր հայրենակցուհիներից մեկը։ Դերևս խորհրդային տարիներին, երբ որ անգամ Արցախյան շարժման ակտիվ փուլը սկսված չէր 88 թվականի, իր հարևանուհին, ով ադրբեջանցի էր, այսպես կոչված, գալիս է տեսնում օրոցային է երգում, որ երեխային քնացնի ու որ տեղ ասում է, որ քնիր, բալես, մեծանաս, ազգին պիտանի լինես ու այդ ադրբեջանուհին ասում եմ, այդպես եք դուք ձեր երեխաներին օրոցային երգում, ասեց, բայց մենք այդպես չենք անցնում, մեր օրոցայինում մենք ասում ենք քնիր, որ մեծանաս, հարևանիդ կացնով սպանես։ Իսկ ինչպես են դաստիարակում իրենց երեխաներին օրոցայինից հետո։ Ադրբեջանցիները նույնիսկ բակային խաղերում ունեն հստակ եւ մշակված մեթոդաբանություն։ Երկրի ռազմաքաղաքական ղեկավարության ընկալումները որպես դաս են մատուցվում հասարակությանը, մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություն։ Դրա վառ ապացույցը Չակերտյալ հաղթանակի պուրակն է, երբ որ այդ պուրակում մեր զինվորների կերպարով այդ մանիկենների վրա փոքր երեխաներին սովորեցնում էին հային սպանել։ Երբ որ հատուկ տեխնիկներ ունեն, որ այդ հայերի ցեղասպանությունը բակային խաղի ընթացքում դեռևս 1950-60-ական թվականներից խորհրդային տարիներից սովորեցնում էին։ Ադրբեջանագետ Արմինե Ադիպեկյանն ասում է, այս թեմային նվիրված աշխատություններ ունի եւ ընդհանուր եզրակացությունը մեկն է։ Ադրբեջանում միանգամայն այլ պատմություն է մատուցվում։ Օրինակ է բերում մի ադրբեջանցի աղջկա, որն արտերկրում սովորելիս բացահայտել էր այդ կեղծիքը։ Այսինքն առաջին անգամ իմացել, որ հայերի մասին ասենք դերել է Ռամոնը կամ Պլուտարխը։ Ինքը առաջին անգամ իմանում, որ բարեկ պատմա, որ մեծ հայքը իրականում գոյություն է ունեցել։ Ինքը շատ զարմացել է, որ գոյություն չունի ոչ մեկ Ադրբեջանը, միացյալ Ադրբեջան եւ բան։ Ադրբեջանագետ Արամ Փոլադյանը շեշտում է, նման հայատյաց քաղաքականության եւ պետական մակարդակով իրականացվող գիտական տերորի համար առաջին հերթին պիտի ադրբեջանցիները հակազդեն, որովհետեւ իրենց համար է դա ծայրահեղ վտանգավոր։ Ադրբեջանի ժողովրդի համար առնվազն բարենպաստ չէ եւ իրենք են որոշելու շարունակելու են իրենց երեխաներին գիտական տերորի ենթարկել եւ չունենալ խաղաղություն եւ թե հակառակը։ Ադրբեջանցիները չգիտեն եւ չեն էլ ուզում իմանալ, թե իրականում ինչպիսին են հայերը, ասում են զրուցակիցներս։ Նրանք կուրացած են այն ատելությամբ, որը սերմանվում է սկսած մանկական հեքիաթներից մինչև համալսարանական դասագրքեր։ Եվ բացարձակապես ոչինչ չի փոխվել պատերազմից ու այսպես կոչված խաղաղության օրակարգից հետո։ Անահիտ Սարգսյան, Մհեր Դավթյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։